Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Կրկին շաբաթ եւ կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այս անգամ անդրադառնանք իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, բայց արաբական ասպեկտով։ Եվ շատ կարևոր հայտարարություն, որ արվեց նախորդին Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, որը կարող է համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա լրջագույն ազդեցություն ունենալ։ Խոսքը այն մասին է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում են դուրս գալ OPEC-ից եւ OPEC+-ից եւ հայտարարում, որ իրենք են այլևս որոշելու նավթի գինը համաշխարհային շուկայում եւ իրենք են որոշելու ինչ գնով վաճառեն իրենց նավթը։ Ինչ ազդեցություն կունենա այս ամենը Մերձավոր Արևելքի վրա, ինչ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա եւ առհասարակ Իրան-արաբական աշխարհ հարաբերությունների վրա։ Կրկին Գևորգի հետ ենք քննարկելու հարցը, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Շատ կարևոր հարց ենք այսօր բարձրացնում, քանզի OPEC-ի հիմնադիր անդամ հանդիսացող Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում են, որ մայիսի 1-ից իրենք դուրս են գալիս OPEC-ից եւ OPEC+-ից եւ մտադիր են ինքնուրույն քաղաքականություն վարել։ Ինչ ենթատեքստ ունի այս ամենը եւ արդյոք սա չի ազդելու Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ արաբական պետությունների միջև հարաբերությունների վրա։ Իդեպ ինչպես մենք միշտ սիրում ենք, մի փոքր պատմական ակնարկով սկսել մեր ծրագիրը, նույն OPEC-ը, որը ձևավորվեց Բաղդադում դեռ արդեն ավելի քան 60 տարի առաջ, կարելի ասել նաև խթանիչ շարժիչ գործոն հանդիսացավ, որպեսզի դեռ այն ժամանակ նորաստեղծ եւ դեռ անկախություն մի մասը նույնիսկ չեն ստացել Մեծ Բրիտանիայից այդ այսօրվա ժամանակակից արաբական ծոցի երկրների համար ինքը եղավ միավորիչ ուժ գործոն, որովհետև նրանք ունեն ընդհանուր պատմական անցյալ, մշակույթ եւ լեզու, ինչպես նաև այստեղ հանդիսացավ տնտեսական գործոնը, եւ խաղի կանոն բոլորի համար, հավասար հնարավորություն։ Այո, դուք երիտասարդ նորաստեղծ անկախ պետություններ եք, դուք ունենում եք ընդհանուր խաղի կանոններ, ձեզ տալիս է տրվում է մեծ տնտեսական հնարավորություններ։ Եվ մի հատ կարևոր հանգամանք էլ, այսինքն դուք խնդիրել չեք ունենում այդ նավթը վաճառելու, որևէ խնդիր չեք ունենում, ընդհանուր խաղի կանոններով վաճառվելու այդ նավթը վաճառվելու է թե նույն OPEC-ի շրջանակներում, թե բնականաբար շատ եւ շատ պետություններ աշխարհում այդ նավթի կարիքը ունեն։ Իմիջիայլոց Իրանի դեմ Միացյալ Նահանգների սանձազերծած այդ պատերազմը մենք էլի ենք անդրադարձել այդ հարցին, մի տեսակ կատալիզատորի էֆեկտ ունեցավ եւ մեծապես ազդեց նաեւ միջարաբական հարաբերությունների վրա եւ այսպես ակնհայտ դարձրեց այն խնդիրները, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կային արաբական երկրների միջև։ Եթե ծոցի պետությունները տևական ժամանակ միասնականություն էին ցույց տալիս եւ խնդիրը հիմնականում Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների եւ Մերձավոր Արևելքի որովհետեւ այդտեղ զգացվում էր մոնոլիտություն։ Այո, այնտեղ թվում էր թվացial մոնոլիտություն կար, որ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան իրենց այսպես հսկողության տակ են պահում ողջ Պարսից ծոցի արաբական հատվածը եւ դժվար թե այնտեղ լինի որևէ տարաձայնություն եւ որևէ խնդիր։ Այո, ինչպես դա որ վերջին տարիներին մենք անդրադարձել ենք մեր նախորդ ծրագրերից մեկի ժամանակ նույն Սաուդյան Արաբիան, որը որոշեց այսպես ասած image shaping-ով զբաղվել, կերպարանափոխվել, դարձնել ավելի բաց աշխարհի համար, զարգացնել զբոսաշրջությունը, կանանց իրավունքների, ինչ այնտեղ միշտ սուր հարց է եղել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, զարտալ եւ այլն, ինչում եւս մեծապես կարող է իրենց աջակցել դուր արաբական էմիրությունները, որոնք այդ որոշակի լեվելները արդեն անցել են զարգացման։ Զարգացման մակարդակները ավելի շուտ են անցել ըստ քան Սաուդյան Արաբիան եւ ավելի շուտ են հասկացել։ Որովհետեւ նրանք ի սկզբանե դարձան բաց աշխարհի համար։ Այո, բայց միևնույն ժամանակ փակ, քանզի այդ պետությունը թվացial է բաց եղել աշխարհի համար, բայց շատ քչերը գիտեն, որ օրինակ
այդ պետությունում 700,000 է կազմում Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների թիվը։ Բնակչության թիվը շատ ավելի մեծ է, բայց միգրանտներն են աշխատում։ Բայց անգամ այսպիսի հանգամանք էլ կա, շատ հետաքրքիր պետություն է ինքը Արաբական Միացյալ Էմիրությունները, որ անգամ այնտեղ եթե ամուսնության արդյունքում ծնվում է երեխա, բայց ծնողներից մեկը չի հանդիսանում քաղաքացի Արաբական Միացյալ Էմիրությունների, ապա այդ երեխայի քաղաքացիության հետ կապված հարցերը ավտոմատ կերպով չեն լուծվում։ Ինչպես նաև այդ պետությունում օտարերկրացին չի կարող ունենալ 51% մասնաբաժին բիզնեսում։ Ամեն դեպքում յուրահատկություններով, այսպես աչքի բնականաբար իրենց սպეციფიკա է։ Այո, բայց հիմա փորձենք անդրադառնալ ինչ արձագանք կունենա սա տարածաշրջանում, քանզի եթե OPEC-ից դուրս է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունները, մյուս անդամ պետությունների հատկապես Սաուդյան Արաբիայի մոտ առաջանալու են հարցեր, քանզի Սաուդյան Արաբիան է Արաբական Միացյալ Էմիրությունների պես իր այսպես հասույթի շահույթի մեծ մասը ստանում նավթի վաճառքից եւ սաուդների մոտ առաջանալու է բնական հարց եթե Էմիրատները դուրս են գալիս եւ այլևս չեն ենթարկվելու այդ կանոններին ապա ինչու մենք պիտի ենթարկվենք այդ կանոններին եւ մեկ հանգամանք էլ եթե բոլորս այդ կազմակերպության մեջ ենք եւ բոլորս գործում ենք մեկ խաղի կանոններով հետեւաբար հարաբերությունները կառուցվել են հենց դա հաշվի առնելով այսինքն հիմա երկկողմ հարաբերություններում առաջանալու է խորը ճգնաժամ, որը առաջին հերթին իհարկե Իրանին է ձեռք։ Իհարկե, ինչպես նաև այստեղ նման պարագայում, եթե համեմատություն անցկացնենք տեսականորեն Եվրոպայի հետ, բնականաբար ցիվիլիզացիոն առումով այլ հասարակարգեր են։ Այո, նույն Նորվեգիան կարող է լինել օրինակ ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄԱ անդամ չհանդիսանալ, բայց շատ բնականon նորմալ հարմոնիկ հարաբերություններ ունենալ եվրոպական ընդհանուր համույթի հետ։ Այնտեղ մտածելակերպը այլ է, մենթալ առումով նրանք նույն Բրիտանիան կարող է ԵՄ-ից դուրս գալ եւ շարունակել մնալ եվրոպական մարտհամաքային Եվրոպայի շատ լավ գործընկեր։ Բայց արաբական այս հատվածում արևելյան սպეციფիկա այո, եւ այստեղ մի հանգամանք էլ կարեւոր, որի վրա ցանկանում եմ ուշադրություն դարձնել, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները Եմենի հութիների դեմ պայքարում միջազգային կոալիցիայի անդամներ են եւ մերձավորագույն դաշնակիցները։ Հիմա սա նշանակում է, որ հութիների դեմ պայքարում եւս այդ ճակատը եւս սկսելու է ճաքեր տալ եւ պարակտումը մենք տեսնելու ենք շատ արագ։ Այլ հարց է այդ ճակատը ինչ արեց։ Այլ հարց է, որ հութիները կարողացան ոչ միայն դիմադրել, այլև լրջագույն խնդիրներ ստեղծել Սաուդյան Արաբիայի համար Սաուդյան Արաբիայի տարածքում ապրող շուրջ 30% շիաների միջոցով։ Այսինքն նրանք այնտեղ ունեն դանդաղ գործող ռումբ, որ սաուդները չեն կարող հաշվի չառնել։ Եվ այդ հատվածներն այդ սահմանակից է Եմենին ըստ էության։ Այլ հարց է, որ առաջանալու են նաև խնդիրներ արաբական պետությունների լիգայում, քանզի OPEC-ի մեջ լինելը եւ OPEC-ից դուրս գալը նաև որոշակի պարտավորություններ էր, որ արաբական միացյալ նահանգները վայր են արաբական այդ երկրների լիգայի անդամների մի զգալի մասը հենց նույն OPEC-ի անդամներն են։ Հենց նույն OPEC-ի անդամներն են, այո, եւ այստեղ մի հատ էլ հարց Պարսից ծոցի Օրմուզի նեղուցի հատվածը շրջապակված է Իրանի կողմից, ներսում Իրանի կողմից, դրսում Միացյալ Նահանգների։ Իմիջիայլոց դա էլ է հարց, քանզի նույն կոնգրեսում օրեր առաջ Միացյալ Նահանգների այսպես պատերազմի նախարարին հարց էին տալիս կոնգրեսականները, այսինքն մենք շրջապակել ենք մի նեղուց, որը արդեն շրջապակված է Իրանի կողմից, այսինքն մենք այդտեղ ում դեմ ենք պայքարում եւ ինչ ենք անում։ Իր տրամաբանությունը ո՞րն է։ Դուք շրջապակում եք նեղուց, որ արդեն գտնվում է Իրանի իսկողության։ Էմիրությունների, այսպես ասած, ջրային սահմանն է, ծովային սահմանն։ Եվ էմիրությունները շատ լավ տեսնում են, որ այս պատերազմից եւ տնտեսական այս ծանր իրավիճակից օգուտով դուրս է գալիս նաեւ Միացյալ Նահանգները, քանզի ըստ մամուլում տարածված տեղեկատվության Միացյալ Նահանգները արդեն սկսել է գրավել այն հարավ-արևելյան շուկաները նավթի, որ ժամանակին սպասարկվում էր կարելի է այսպես ասել արաբական միացյալ էմիրություններ ինչպես դա է այստեղ տեղին է ավելացել որ արդեն մայիսն է 5-րդ ամիսն է ինչ 28 համարյա 28 տարի անց կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են ներմուծել նավթ Վենեսուելայից
Սա էլ է ազդելու բնականաբար։ Ինչը լոգիստիկ առումով էլ շատ ավելի մոտիկ է։ Մոտիկ է բնականաբար, բայց Վենեսուելայի նավթն էլ որակական առումով է շատ վատ է։ Շատ վատ է։ Չես համեմատի արաբական։ Ծանր նավթ է, է, որոշակիորեն նմանություն ունի Սիրիայի նավթի հետ, եւ այնտեղ Միացյալ Նահանգներում կարծեմ մեկ գործարան կա Տեխասում, որ կարող է վերամշակել այդ նավթը, այն էլ այդ գործարանը վառվեց վերջին։ Ինչպես նաև տեխնոլոգիապես շատ թանկ է դա։ Այո, շատ հետաքրքիր նավթը վերամշակելը։ Այդ գործարանը վառվեց եւ հայտնի չէ թե ինչ ակատագիր ունենալու։ Մի հատ էլ հարց։ OPEC-ը կազմակերպություն է, կառույց է, որը կարող ենք ասել գտնվում է ըստ էության Միացյալ Նահանգների համենայն դեպս հատուկ հոգատարության ներքո, չասենք ազդեցության տակ, մեզ չմեղադրեն, որ այսպես սուվերենությանը կասկածի տակ է գնում այդ երկրների, բայց գտնվում է հատուկ հոգացության տակ։ Բայց հատուկ հոգացության Միացյալ Նահանգների շահերի տեսանկյունից բնականաբար։ Հիմա եթե առանց Միացյալ Նահանգներին տեղյակ պահելու արաբական Միացյալ Էմիրությունը դուրս է գալիս այդ կազմակերպությունից, բնականաբար սա ազդելու է նաև այն ներդրումային հոսքերի վրա, որ գալիս էին Միացյալ Էմիրություններ, քանզի մի բան էր ներդրում անել OPEC անդամ պետության տարածքում, մի բան է, որ ներդրում է անում ոչ անդամ պետության միանշանակ, ինչպես նաև վերջերս, խոսքը այս տարվա 26 թվականի մասին է, Էմիրությունները դոլարային վարկ էին խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Շատ զարմանալի բան է ասում, բայց դա իրականություն է։ Այսինքն աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, որ ուղղակի այդ գումարի հետ կապված երբեք խնդիր չի ունեցել, բայց սա եւս մեկ անգամ մի բանի մասին է վկայում։ Այդ գումարները, որոնք իրենք վաստակում էին, դա արվում էր որոշակի աշխարհակաղակական կոնյունկտուրայով պայմանավորված, որ պահին, որ իրենք սկսեցին այդ ընդհանուր սիստեմայից դուրս մնալ կամ հակառակ քայլեր իրականացնել, ավտոմատ կերպով հիշենք, ինչը միշտ ակտուալ է լինել համակարգում եւ լինել համակարգից դուրս միաժամանակ անհնար է։ Միաժամանակ անհնար է, այո, եւ այստեղ մի հատ էլ հարց։ Իսկ եթե հանկարծ Միացյալ Նահանգները հիմա էլ էմբարգո սկսեց կիրառել նույն արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ եւ չթույլատրեց նավթը վաճառի, որտեղ է վաճառվելու արաբական Միացյալ Էմիրությունների նավթը եւ ով է այդ ամենը շրջանցելով փորձելու գնել դա, քանզի արաբական Միացյալ Էմիրությունը չունի այն փորձը շրջանցելու պատժամիջոցները, ինչ ունի օրինակ Իրանը։ Այո, կամ Վենեսուելան, քանզի իրենք երբեք այդ մասին չեն մտածել, չեն ունեցել։ Հիմա բնական իրենք կգտնեն տարբեր հնարավորություններ, բայց այստեղ իրենք ունենալու են գլխավոր մրցակից եւ նաեւ թշնամի դեպս արաբական մյուսը։ Ինչպես նաեւ մինչեւ տեսականորեն, եթե իրենք գտնեն այդ հնարավորությունները շրջանցելու, թայմինգ ասածը ժամանակը շատ թանկ է, առաջին ժամանակ բաց կթողնեն։ Եվ երկրորդը, այստեղ իրենք բախվելու են հենց արաբական երկրների հետ։ Եվ Սաուդյան Արաբիան չի թողելու ուղղակի դեմպինգի միջոցով չի թողելու, որ արաբական Միացյալ Էմիրությունների նավթը վաճառեն կարող է նաև դեմպինգը կիրառվել միանգամից հայտնի գործոն տնտեսության մեջ։ Իհարկե այստեղ մի բան էլ կցանկանայի նշել, որ նույն թե Էմիրությունները, թե Սաուդյան Արաբիան, օրինակ, վերջին հատկապես մի երկու տասնամյակի ընթացքում անում են ամենը, որպեսզի կարողանան դիվերսիֆիկացնել տնտեսությունը, այսինքն կախվածությունը նավթից հասնել մինիմումի։ Օբյեկտիվության համար պետք է նշել, թե որ այս երկու պետությունում էլ մասնավորապես այժմ արդեն կախվածությունը զուտ նավթից 50%-ից ցածր է։ Այո, մի շատ կոպիտ սխալ, որը չլուծեց ժամանակին Վենեսուելա։ Սա այլ տեսանկյունից նայենք։ Ինչպես են իրենք դա արել եւ նվազեցրել նավթից իրենց կախվածությունը տնտեսական ներդրումների եւ այն ներդրումների հաշվի, որ օտարերկրյա եկել են եւ իրենց բանկային համակարգերում ներդրումներ արվել, շինարարություն են զարգացրել, զբոսաշրջություն են զարգացրել, այդ ամենը արել են այն համոզմունքով, որ իրենք բանակի վրա գրեթե գումար չեն ծախսում, ամերիկյան բազաներ այնտեղ են գտնվում, իրենք ապահովված են, իրենք անվտանգ են եւ այլն։ Դա եղել է մինչեւ 26 թվականի փետրվարի 28-ը։ Այսինքն հիմա արաբական Միացյալ Էմիրությունները բախվում է դաժան իրականության հետ։ Ինքը նախ ստիպված է լինելու Իրանի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար մտածել ինչպես ձերբազատվել ամերիկյան բազաներից, քանզի դրանք միշտ էլ դամոկլյան սրի պես կախված են լինելու իր գլխին։ Թեև նույնիսկ բազաների արկայության դեպքում իհարկե հնարավոր կլինի։ Երկրորդ, հնարավոր կլինի արդյոք ազատվել այդ բազաներից։ Երրորդ,
Եթե իրենք սաուդների հետ սրում են հարաբերությունները, ստիպված են լինում բանակի վրա ավելի շատ գումարներ Ինչպես նաև եթե սրվում է հարաբերությունները որևէ մեկի հետ, այդ դեպքում նույն այդ ամերիկյան ռազմաբազան կենսական անհրաժեշտություն է դառնում։ Կենսական անհրաժեշտություն է դառնում, այո, բայց Թրամփը ասում է, գիտեք, դուք պիտի վճարեք դրա համար։ Ոչ թե ես եմ իմ բազաները այստեղ վերականգնելու, ոչ, այդ միլիարդավոր եւ 100 միլիարդավոր դոլարները, որ ծախսվեց Միացյալ Նահանգների կողմից եւ ոչնչացվեց Իրանի կողմից, արդեն դա ծոցի պետությունները պիտի վճարեն դրա։ Ինչպես նաև օրերս ըստ մամուլու շրջանառվող լուրերի Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է նույնիսկ Իտալիայից եւ Իսպանիայից բազաները դուրս բերել։ Այն բանից հետո է, որ այդ պետությունները հրաժարվեցին աջակցել։ Այո, դա կա անգամ խոսք է գնում, որ Իսպանիան պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից, դե դա Թրամփի այսպես էմոցիոնալ լուրջ ընդունել պետք չի, քանզի դրան չի հասնի։ Բնական է չի հասնի եւ անգամ Եվրոպայից իր հրաժարումը եւ այլն, դա ըստ էության միգուցե Թրամփի հրաժարումն է Եվրոպայից, բայց ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որտեղ Թրամփը Ամերիկայի որտեղ գոյություն ունի քաղաքագիտական ավանդականություն։ Այդ ավանդականության հետ կապված, որ ասեցիր, ինչու ծոցի պետությունները չեն կարողանում դիմագրավել այն դժվարություններին, որոնք հնդածս առաջանում են Մերձավոր Արևելքում։ Քանզի այդ նույն քաղաքական այդ ավանդականությունը իրենք չունեն։ Եվ այստեղ պատմական հիմքը եւ պատմական բազան ու բազիսը բացակայությունը դրա իրենց գացնել է։ Այսպես ասած իմունոլոգիական գենետիկ անցյալ։ Այո, ինչու է Իրանը կարողանում դիմագրավել այս ամենին։ Քանզի Աքեմենյաններից կայսրությունից ի վեր ավանդություն այդ ամենը կա։ Այո։ Թուրքիան մենք ինչպեսի դիրքորոշում ունենանք, Թուրքիան միշտ դուրս է գալիս, քանզի Օսմանյան կայսրության եւ Քեմալական Թուրքիայի ավանդույթ ինքը ունի։ Եվ այսպես կարելի է շարունակել Բայց Ֆրանսիայի արաբական աշխարհը անցյալը, Բրիտանիայի, Ռուսաստանի եւ այլն եւ Բայց այլն։ արաբական աշխարհը դա չունի։ Հետևաբար չունի այլընտրանք եւ մտածողություն, թե ինչպես պիտի վարվի, եթե օրինակ վաղը Միացյալ Նահանգները հանի բազաները։ Տնտեսագիտական լեզվով ասած կրիզիս մենեջմենթ։ Իրենք սովոր են եղել, որ գումարները գալիս են։ Իրենք սովոր են եղել այդ ցոփ շովայտ կյանքին, իրենք սովոր են եղել, որ նավթը վաճառվել է, իրենք խնդիր չեն ունեցել, ամերիկյան բազաներն այնտեղ են եղել, իրենք անվտանգության մասին չեն մտածել։ Բայց եկավ դառը իրականության հետ բախվելու ժամանակ։ Ինչպես ասացի, ճգնաժամային կառավարման խնդիր։ Այո, եւ հիմա արաբական աշխարհը ուղիներ է փնտրում Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանզի նրանք հաշվարկ են արել, որ ավելի լավ է միգուցե իմիջային առումով մի փոքր մենք զիջենք եւ գնանք իրենց հետ հարաբերությունների կարգավորման, քան թե տրվենք ամերիկյան, այսպես, հորդորներին եւ ավելի սրենք։ Իմիջիայլոց Էմիրատները տրվեց ամերիկյան հորդորներին։ Քանզի Էմիրատների կառավարությունը Արաբական Միացյալ Էմիրությունների արգելել է ըստ մամուլում տարածված տեղեկատվության իր քաղաքացիներին այցելել Իրան, Իրաք, Լիբանան։ Բացի այդ, իրենք այսօր բացահայտ քաղաքականություն, վատ քաղաքականություն են սկսել վարել շիաների նկատմամբ։ Եվ նրանց ըստ էության մեղադրելով մտածածին այդպես ահաբեկչության մեջ գնում են ճնշումներ եւ ձերբակալություններ։ Բահրեյնը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը շիա դավան է, Բահրեյնի կառավարության որոշմամբ 70-ից ավելի Բահրեյնի քաղաքացիներ զրկվել են քաղաքացիությունից Իրանին աջակցելու կամ սոցցանցերում Իրանին աջակցող գրառումներ անելու համար։ Սա նորմալ չի, սա նշանակում է, որ արաբական աշխարհը ունի խնդրեմ եւ արաբական աշխարհը ստիպված է լինելու առերեսվել այդ խնդրի հետ, մենակ մնալով ըստ էության Իրանի հետ։ Արդեն մի 5 տասնամյակ է, եթե ոչ ավել, որ արաբական աշխարհը եղել է, այսպես ասած, կայունության էտալոն մոլորակում։ Հատկապես դրա այսպես էտալոնը եղել են երկու երկիր Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա, որ այնտեղ կյանքը էժան իրենց քաղաքացիների համար, գումարը շատ, եղանակային պայմանները բարենպաստ, տարին կլոր զբոսաշրջիկներ ընդունելու համար, բայց նորից կրկնվեմ, զբոսաշրջիկները, գումարը, նավթադոլարները հոսել են այդ երկիր միայն նրա համար, որ իրենք խնդիրներ չեն ունեցել անվտանգության հետ կապված, խնդիրներ չեն ունեցել նավթը վաճառելու հետ կապված, նավթը գնվել է իրենց տարածքից եւ իրենք տեղյակել չեն եղել այդ նավթը ինչպես է տեղափոխվում, ինչ ճանապարհներով է տեղափոխվում, կանխիկ գումարով գնվել է այդ նավթը եւ իրենք դա մտածել են, որ դա իրենց
վարած փայլուն Որովհետև դա քաղաքականության արդյունք օգտակար հալածոն է, որը պետք է ավելի բոլորին քան օգտակար է։ Այո, պետք է բոլորին եւ ավելի քան օգտակար է։ Հետևաբար իրենք շուկաներ գտնելու խնդիր չեն ունեցել եւ այդ դաժան պայքարը, որ հիմա է սկսվելու իրենց համար, իրականության մեջ ցույց կտա որքանով է հաջողված իրենց վարած արտաքին Այսինքն, եթե նա կարողանան լուրջ բարձր մակարդակի ճգնաժամային կառավարում գործի դնել, ինչպես ասում է, պետք է ծափահարել այն իրենց։ Դու շատ կարևոր բառ օգտագործեցիր եթե, քանզի տես միշտ Էմիրատների եւ արաբական աշխարհի համար նավթային շուկայում իրենք ունեցել են երկու գլխավոր, չասեմ թշնամի հակառակորդ՝ Ռուսաստան եւ Իրան։ Եվ իրենք այստեղ հանդես են եկել միասնական դաշինքով։ Այո, մրցակից։ Իրենք այստեղ հանդես են եկել միասնական դաշինքով։ OPEC անդամ եւ երկրորդ արաբական, այսպես լիգայի անդամ եւ արաբական ընտանիքի անդամ։ Հիմա Սաուդյան է լինելու նաեւ իրենց գլխավոր նավթային հակառակորդը կամ մրցակիցը միջազգային շուկայում։ Տա աստված, որ մրցակցից չվերածվի հակառակորդի, քանզի մեծ է հավանականությունը, որ մենք այստեղ կարող ենք նաև շատ լուրջ կոնֆլիկտի ականատես լինել այս անգամ արդեն նախկին դաշնակիցների միջև։ Մեկ այլ կարևոր ուղղություն, որի վրա ցանկանում եմ ուշադրություն դարձնել, արաբական պետությունների լիգան։ Արաբական պետությունների լիգան հանկարծ այսպես արթնանում է եւ գլխավոր քարտուղարի կողմից արվում են շատ հետաքրքիր եւ կարևոր հայտարարություններ, որ Իրանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն, որ Պաղեստինի հարցը պետք է լինի եւ շարունակի մնալ մեր արտաքին քաղաքականության եւ մեր ուշադրության կենտրոնում, այստեղ մեզ մնում է տալ մի հարց. իսկ ուր էր արաբական պետությունների լիգան, երբ Գազան ըստ էության ոչնչացվում էր։ Ուր էր արաբական պետությունների լիգան, երբ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները դաշնակցային հարաբերություններ ունեին Իսրայելի հետ ընդդեմ նույն Պաղեստինի եւ այսպես ուսուսի տված պայքարում էին Իրանի դեմ փետրվարի 28-ից սկսած, երբ Պաղեստինի ազատագրության համար պայքարող Իրանը կռվում էր Իսրայելի դեմ եւ Միացյալ Նահանգների դեմ։ Այսինքն հենց գործը հասավ տնտեսությանը նավթին, իրենք հասկացան, որ արաբական միացյալ աշխարհ հասկացություն չի լինելու, որ արաբական միացյալ էմիրությունների օրինակին կարող են հետևել մյուս պետություններ եւ դուրս գալ OPEC-ից, իսկ OPEC-ի փլուզումը դա համաշխարհային տնտեսության աղետ է լինելու ըստեյության եւ նավթի գները դառնալու են անվերահսկելի։ Բացի այդ, եթե հիմա կա պայմանավորվածություն շուկաների բաժանում, տարածաշրջանների միմյանց չխանգարել եւ խաղի կանոններ, հիմա գործելու է այսպես վայրի արևմուտքի օրենքը, ով ուժեղ է նա ճիշտ է։ Եվ այս պարագայում այն հանգստությունը, այն տնտեսական աճը, ակտիվությունը, որ միշտ ունեցել են ծոցի երկրները, իրենց համար դառնալու է ոչ միայն անհասանելի, այսպես երազ, քանզի մենք թե գույներն ենք խտացնում, այլ իրականությունն ենք փորձում ցույց տալ այսօր, որ այսօր իրականությունը դա այն չի, ինչ որ ցույց է տրվում հաղորդումների ժամանակ եւ ֆիլմերում, ոչ։ Իրականությունը շատ դաժան է, Իրանը ցույց տվեց, որ ինքը ոչ ոքի չի խնայելու։ Եվ արաբական աշխարհը կարծես սթափվեց այս Իրանի հարվածներից եւ Իրանի հրթիռային հարվածներից հետո իրենք հասկացան, մենք մի քանի անգամ այդ մասին խոսել ենք, որ եթե իրանական ծագում ունեցող Օմանին, որի քաղաքացիներ ունեն իրանական ծագում, բայց խոսում են պաշտոնապես արաբախոս են, բայց միմյանց միջև խոսում են նաև պարսկերեն։ Եթե Օմանին չի խնայում եւ Օմանին է հարվածում այնտեղ գտնվող ամերիկյան բազաներին, ապա Իրանը չի խնայելու ոչ ոքի տարածաշրջանում։ Եվ Իրանը արդեն դա ցույց տվեց։ Այո, Իրանը ցույց տվեց։ Եվ նախկին արտգործ նախարար Իրանի Մոթակիի հարցազրույցն է մեզ ցանկանում նաև մեջբերել նախորդին, շատ հետաքրքիր հարցազրույց էր տվել Իրանի հնարավոր թշնամիների մասին, որոնց տարածքում Իրանի դեմ բացահայտ թշնամական գործողություններ են իրականացվել։ Մեկը Ադրբեջան, մյուսը Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ավելին, նա պնդում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցելած իրանցի զբոսաշրջիկները մի մասը ուրեմն մշակման է ենթարկվել այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից եւ Մոթակին ինչ է ասում։ Ասում է վերջին շրջանում Իրանում բացահայտված լրտեսական ցանցերի անդամների մի մասը եղել է զբոսաշրջիկ կամ Ադրբեջանում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այսինքն այնտեղ արդեն համապատասխան
հավաքագրման ենթարկվելուց հետո նրանք վերադարձել են Իրան եւ սկսել իրենց այդ քայքայիչ գործողությունը ու գործունեությունը։ Սա շատ վտանգավոր եւ շատ կարեւոր հայտարարություն է եւ սա այն հայտարարությունն է, որ երբեք չենք լսի Իրանի պաշտոնական աղբյուրներից, բայց մոթակի միջոցով այդ ինֆորմացիոն, հա, արտահոսքը իրենք կարող են, սա զգուշացում է առաջին հերթին մեր հարևանից Ադրբեջանին եւ իրենք վաղուց են այդ մասին ասում։ Բայց շատ զարմանալիորեն այս ցանկի մեջ հայտնվեց Արաբական Միացյալ Էմիրությունները, չհայտնվեց Սաուդյան Արաբիան, որի հետ իրենք ունեն այսպես կրոնական, աշխարհաքաղաքական շատ լուրջ խնդիրներ, ընկալման խնդիրներ։ Այո, երբեք Արաբական Միացյալ Էմիրությունները առաջին ջութակ չի եղել այս հակաիրան, բայց հիմա դարձել է փաստորեն։ Բայց փաստորեն փաստ է չէ, որ արաբական աշխարհի, այսպես ասած, դե ֆակտո լիդերը միշտ եղել է Սաուդյան Արաբիան, ոչ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Սաուդյան Արաբիան։ Եվ այսօր եւս ստեղծված այս իրավիճակում առաջին հերթին դա մեր ցանկությունն է եւ հուսանք, որ նույն Սաուդյան Արաբիայի անհամեմատ մեծ փորձը միջազգային հարաբերություններում տարբեր ոլորտներում հաշվի առնելով հենց նույն Սաուդյան Արաբիայի շնորհիվ հնարավոր կլինի հարթել այս տարածայնությունը։ Ես կարծում եմ մոթակի հայտարարությունը շանս էր նաև Սաուդյան Արաբիային չգնալ եւ զգուշացում չգնալ Արաբական Միացյալ Էմիրությունների ճանապարհով։ Իսկ Էմիրությունները կարծում եմ բավականին լուրջ մտածելու բան ունի, խնդիր ունի։ Որ իդեպ նույն Էմիրություններն իրենք շատ լուրջ պետություն են։ Այո, բայց Էմիրությունները միաժամանակ բախվելու են քաղաքական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական լուրջ խնդիրների հետ։ Եվ սա OPEC-ից դուրս գալը եւ OPEC Plus-ից դուրս գալը բնավ ըստեյության չի բխում եւ չի բխելու իրենց քաղաքական շահերից, եթե մենք նայում ենք գլոբալ առումով։ Հիմա այդ որոշումը կայացրել են իրենք, սպասենք տեսնենք թե դա ինչ կարող է, ինչ հետևանքներ կունենա, բայց այն որ տարածաշրջանը սրանով չի դառնալու ավելի խաղաղ եւ որ տարածաշրջանը դառնալու է ավելի պայթյուն ավտանգ, այս անգամ միջարաբական նաեւ հարաբերությունում սա եւս ակնհայտ է։ Սաուդյան Արաբիան սա անպատասխան չի թողելու եւ մենք որոշ ժամանակ հետո կլսենք ինչ որ միտեղ աշխարհում նավթի հետ կապված բավականին լուրջ տնտեսական բախման, բայց տնտեսական հակամարտության մասին երկու կողմերի միջև։ Շնորհակալություն այսօր այս թեման միասին քննարկելու համար։ Սիրելի հայրենակիցներ, թեման ըստ էության կարևոր էր եւ նաեւ զարգանալու միտում ունի, դրա համար մենք որոշեցինք այսօր անդրադառնալ այս թեմային։ Մերձավոր Արևելքում եւ Պարսից ծոցում խաղաղությունը եւ կայունությունը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության շահերից։ Մենք այնտեղ ունենք լուրջ տնտեսական շահեր, մենք այնտեղ ունենք լուրջ տնտեսական ներկայացվածություն, մենք այնտեղ ունենք հայկական համայնքներ, որոնց անվտանգությունը եւս մեր համար գերխնդիր պետք է լինի եւ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքականությունը նաեւ այս ուղղությամբ պետք է շարունակի զարգացնել, միաժամանակ պահպանելով բոլոր երկրների հետ տարածաշրջանի լավ դրական եւ նորմալ հարաբերություններ։ Այս թեման էր այսօր, ես խնդրում եմ, որ դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, չենք մոռանում դրա մասին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։